Ադրբեջանում անցկացվող ԱՊՀ երկրների խաղերի բացման արարողության մասին սոցցանցի ռեջիմ գրառում է կատարել ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը, նշելով, որ միջոցառման ամբողջ սիմվոլիկան հակահայկական և պատերազմական էր։ Նրա խոսքով մի կողմից ցուցադրվում էր երկաթե բռունցքը, մյուս կողմից 44 թիվը, որն ուղեկցվում էր թշնամու դեմ տարած հաղթանակի մասին խոսքերով։ Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս երկիրը խաղաղության և բարիադրացիայության միտում չունի, ողջ վարչակարգը կառուցվում է ագրեսիայի ատելության և պատերազմական քարոզի վրա, և սա ոչ թե փոխվում է, այլ ընդհակառակը, խորանում դառնալով ոչ միայն ներքին, այլև արտաքին հարաբերությունների կարևոր բաղադրիչը, գրել է ադրբեջանագետը։ Gəlib dayanacaq. Yəni 44 günlük müharibə. Azərbaycan tarixinin ən şanlı müharibələrindən biri və Azərbaycan torpaqlarının işğaldan azad olunması 44 günlük müharibə bildiyiniz kimi bu Azərbaycan, müasir Azərbaycan tarixinin ən şanlı səhifəsidir. Ən şanlı günləridir, ən böyük günləridir. Həmin günləri yenə də qürurla xatırlayırıq. 4 oktyabr 2020-ci il